Հայաստանի դեմ նոր տեղեկատվական գրոհ է սկսվել։ VT4-ին Police կայքում հրապարակված նյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ մի շարք պաշտոնյաների վերագրվել են օրգանների վաճառքի եւ թրաֆիքինգի մասին ծանր մեղադրանքներ։ Պաշտոնական Երևանը հայտարարում է, խոսքը հերթական կեղծիքի մասին է, որը կառուցված է հանրության համար չափազանց զգայուն թեմաների շահարկման վրա։ Իշխանության գնահատմամբ նման հրապարակումների նպատակը ոչ թե փաստ ներկայացնելն է, այլ շոկային ֆոն ստեղծելն ու պետական կառույցների նկատմամբ անվստահություն սերմանելը։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշել է, որ հրապարակման բովանդակությունը որևէ փաստական հիմք չունի եւ ամբողջությամբ տեղավորվում է տեղեկատվական մանիպուլյացիայի տրամաբանության մեջ։ Այս հրապարակման մեջ ներկայացված պնդումները որևէ փաստական հիմք չունեն եւ ամբողջությամբ ապատեղեկատվական բնույթ են կրում։ Ակնհայտ է, որ օգտագործվել են հանրության համար ծայրահեղ զգայուն թեմաներ՝ առողջություն, օրգանների փոխպատվաստում, ենթադրյալ թրաֆիքինգ, որպեսզի ստեղծվի շոկային եւ վարկաբեկիչ տեղեկատվական միջավայր։ Նման մոտեցումը տեղեկատվական մանիպուլյացիաների տարածված գործիքներից է, երբ հուզական ազդեցությունն օգտագործվում է պետական ինստիտուտների նկատմամբ անվստահություն ձևավորելու համար։ Ուշադրության է արժանի նաեւ տարածման հերթականությունը՝ սոցիալական հարթակներից մինչև բոտային ակտիվություն, ադրբեջանական լրատվամիջոցներ եւ ապա արդեն ներքաղաքական դաշտ։ Այս ամենը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե պատահական հրապարակման, այլ նպատակային տեղեկատվական ազդեցության հերթական դրսևորման հետ։ Թեմային ավելի վաղ արձագանքել է նաև Հայաստանի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչությունը շեշտել է, որ Հայաստանի իշխանությանն օրգանների վաճառքի հետ կապելու փորձերը բացարձակապես մտածածին են եւ իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Նախարարությունը նաև հիշեցրել է, որ օրգանների փոխպատվաստման ոլորտը Հայաստանում կարգավորվում է օրենքով եւ գտնվում է պետական վերահսկողության ներքո։ Հոդվածում Հայաստանի իշխանությանը վերագրվում են մարդկային օրգանների վաճառքին առնչվելու մասին ակնհայտ անհիմն եւ մտածածին մեղադրանքներ։ Հայաստանի Հանրապետությունում օրգանների փոխպատվաստման ոլորտը կարգավորվում է օրենքով եւ իրականացվում է համապատասխան պետական վերահսկողության պայմաններում։ Հետևաբար նմանատիպ պնդումները որևէ աղերս չունեն իրականության հետ եւ չեն կարող դիտարկվել որպես հավաստի տեղեկություն։ Դրանք պետք է գնահատել բացառապես որպես Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվության տարածման հերթական փորձ։ Պաշտոնական Երևանը պնդում է, զգայուն թեմաների շահարկմամբ փորձ է արվում հարվածել պետական համակարգի հեղինակությանը եւ խաթարել հանրային վստահությունը։ Իրավական հիմքերի առումով եւս պաշտոնական պարզաբանումը հենվում է գործող օրենսդրության վրա։ Հայաստանի օրենսդրությունը սահմանում է օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման իրավական հիմքերը, իսկ պետական վերահսկողության իրականացումը վերապահված է լիազորված տեսչական մարմնին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։